Իսկ սա ինչ վտանգավորություն կարող է ունենալ Հայաստանի համար եւ Ադրբեջանը արդյոք չի օգտվի առիթից, հաշվի առնելով նաեւ որ զորավարժություններ են իրականացրել, չի օգտվի առիթից եւ Սյունիքի հարցը միանգամից լուծի։ Հնանավոր է, որովհետեւ մինչեւ հիմա Ադրբեջանի կողմը խաղաղություն պայմանագիրը չի ստորագրում, Իրանի կողմը մտահոգված է, որ իրեն ուզենան առիթից օգտվեն եւ որովհետեւ իրան համագործակցում են Իսրայելի հետ եւ փորձեն երկրորդ ճակատը Իրանի դեմ Հարավային Կովկասից ստեղծեն մենք ուշադիր հետևում ենք իրադարձությունները Հարավային Կովկասում եւ վերջերս Իրանի բարձրաստիճան ռազմաքաղաքական ռողավարությունները հայտարարություններ են արել դրա մասին, որ մեր համար Հարավային Կովկասի տարածաշրջանի սահմանների փոփոխություն է եւ Հայաստանի տարածքային ամբողջականություն էլ կարմիր գիծ է, իհարկե դա ուղիղ կապված է Իրանի անվտանգությունի հետ եւ Իրանը իր անվտանգությունի համար պահպանելու համար ամեն ինչ անելու է։ Եվ վերջին հարցը, եթե կարելի է ձեր կարծիքով Իրանում խոճապ կա, ընդհանրապես ինչ իրավիճակ է։ Խոճապ չէ, բայց լարված իրավիճակ է։ Մենք տարիներ շարունակ նման մթնոլորտում մերձավոր ավերելքում ապրել ենք եւ մենք սովոր ենք, մենք պատերազմից չենք վախենում, տարիներ շարունակ մենք հիբրիդային պատերազմի մեջ ենք, Իրաքի պատերազմից հետո մենք 30-40 տարի պատժամիջոցներ եւ տարբեր հիբրիդային պատերազմների մեջ ենք եւ դա մեր համար անսովոր երևույթ չի եւ մենք սովոր ենք, որ այդ տարածաշրջանում ապրենք, գոյաբանենք, Իսրայելը այդ տարածաշրջանում չարիք է, Իսրայելի գոյությունը կապված է անկայունությունը տարածաշրջանում, իրան ամեն ինչ անում են, որ անկայուն լինի տարածաշրջանը, իրանց գոյությունը դրանից է կախված եւ բայց Իրան էլ հին երկիր է տարածաշրջանում եւ միշտ այս փորձություններից հաջող դուրս է եկել։ Առայժմ բնակչության տարհանման խնդիր չի առաջանում։ Չէ, բոլորը։ Պարզ է։ Շնորհակալ եմ շատ մեկնաբանությունների համար։